Տիկին Աղեկյան, դուք ինչ տեղեկություններ ունեք պարոն Ղուկասյանի մասին, հաշվի առնելով ահազանգերը փաստաբանների կողմից։ Ուրեմն դուք գիտեք, որ տևական ժամանակ է պարոն Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը Գյումրիի լեգիտիմ ընտրված քաղաքապետը զրկված է բժշկական օգնություն ստանալուց եւ դա շատ ցավալի է, նույնիսկ շտաբօգնությունը գալիս է, չեն թողնում, որ շտաբօգնությունը մտնի Մեգուսարան օգնություն ցույց տա։ Ես գիտեմ, մարդու իրավունքների պաշտպան է, անպաշտպան է, այդ տիգին է, բայց իրանք ինչով են զբաղված։ Բայց ամեն ինչը չեն նայում, չեն տեսնում։ Այս պայծրությամբ մենք նոր տեղեկացանք, որ դատական նիստը դեռ չի սկսվել, դատարան հրավիրված շտաբօգնության բրիգադը կարդիոգրամա է արել պարոն Ղուկասյանին եւ ընդամենը դա հեռացել է։ Այս պահի դրությամբ դատական նիստը չի սկսվել եւ չգիտենք երբ կսկսվի, եթե դե կարդիոգրամա արել են եւ գնացել են, վերջին ինֆորմացիան դա է։ Գիտեք ինչ, այսպես մարդուն խոշտանգել, այսպիսի կդանքների ենթարկել եւ մնալ անպատիժ, ինձ թվում է, չգիտեմ, բոլորի աչքի առաջ է այս ամենը տեղի ունենում։ Եվ ինչ որ վարձու մարդիկ, ինչ որ հեգնական մեկնաբանություններ են տալիս, եթե դա այդպես, ասենք, հեգնելու բան է կամ ուրախանալու բան է, ինչ ասեմ, թող ամեն օր իրենց տանը սա լինի, որ իրենք ուրախանան ոչ թե ուրիշի ճակատագրով, այլ իրենց ճակատագրով։ Կրկնում եմ, այս պահին դերևս դատական նիստը սկսված չէ, նիստը չգիտես ինչի դռնփակ է, եւ շտաբօգնության կողմից իրականացվել է այդ օգնություն։ Ուրեմն պարոն Ղուկասյանի դիագնոզները մեկը չի, էլի դրա համար եմ ասում, բարդ են, ընթերցվել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի կողմից մի քանի անգամ եւ այս վիճակում մարդուն խոշտանգելը, սա ուղիղ նշանակում է տանել մահվան։ Նպատակը երևի սա է, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Պարոն Ղուկասյանը ուներ անձնական բժիշկ, 3 առաջ օրը անձնական բժիշկի հետ Տիկին Փոստանջյանը փորձեց մուտք գործել ԱԱԾ Մեգուսարան, դա օրինական իրավունքն է, որովհետեւ անձնական բժիշկը, որը ամիսներ, տարիներ շարունակ զննության է ենթարկել եւ իր աչքի տակ է եղել այդ հիվանդը, տեսնի այդ դինամիկան, պատասական դինամիկան թույլ չտվեցին, սա արդեն իշխանական կապրիզ է եւ ուղիղ մարդուն տանելու մահվան, դա այդ քաղաքականությունն է, այլ բան չեմ կարող ասեմ։ Դուք որագեք, մարդը, որը վատ է, դուք դրսում եք վատ վիճակի մարդու տեսնում, շտաբօգնություն եք կանչում, Մեգուսարանում պահել այդ պայմաններում, անմարդկային, հազար ներողություն կներեն ինձ այդ մարդիկ, խոզից էլ վատ պայմաններ, ինչ է նշանակում վարագույր չունեն, վարագույրով է փակվում պետքարանի դուռը, զուգարանի դուռը։ Այս որ տարին է։ Անցյալ օրը ԿՊԱ-ական պատգամավոր ասում էր 437,000 դրամ է տրվում, ինք ասում էր ամսեգան, ենթադրում եմ, որ սխալվել է տարեգան կալանավորներին պահելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, այդտեղ 10,000 դրամ է չի տրվում, դա անելու բան է։ Այդպես են պահում մարդուն են էլ հիվանդ մարդուն։ Ասենք որևէ մեկը չգիտի իր մեջ ինչ կա, չէ՞, եւ եթե մարդը մեռած չէ, ուրեմն ինքը առողջ է, այդ սկզբունքն է, անպայման պետք է որ մահանա, որ ասեն վայ, տեսակ, որ ասում էին, էս է։ Հիմա այդ նպատակը մահվան տանելն է, իրենք այդ ճանապարհը բռնել են։ Ես այդպես եմ հասկանում։ Տիկին Աղեկյան, նաեւ կարճ կխնդրեմ ներկայացնեք ինչ իրավիճակ է քաղաքապետարանում, ինչպես է կառավարվում։ Քաղաքապետարանում ճիշտ է նույն վիճակն է, ինչին դուք տեղյակ եք, քաջածանոթ եք, կառավարվում է, ղեկավարվում է ի հեճուկս աճից, ցախից, հանիրավի, ուղղվող հարվածներին, շատ ձյան համար քննադատեցին, որ իբր ճանապարհները չեն մաքրում, ես հիմա հրավիրում եմ հենց այս պահին, մենք նոր ենք եկել Երևան-Գյումրի ավտոճանապարհը տեսնել ինչ վիճակի մեջ է, ընդ որում դա միջպետական տրասա է, գնացեք նայեք այդ վիճակը։ Գյումրին իր ռեսուրսներով ինչ կարող է անում է։ Բոլոր այդ քննադատողները ինչ են արել ժամանակին, որ Գյումրին 8 տեխնիկայից ավել տեխնիկա ունենա։ Արվում է, աշխատանք տարվում է, կան անշուշտ թերություններ, դրանք մենք աշխատում ենք շտկել, այսպես նորմալ, ի հեճուկս ոմանց հուժգու ցանկության պրավալի տանել, կատվածահարանել քաղաքապետարանի աշխատանքը։